մոտ 1000 երեխաների համար ընկեր Աստղիկ ես։ Ինչով է տարբերվում դեպի բարձունքը այդ մյուսներից։ Տրամաբանության սահմաններում գուցե ինչ-որտեղ նորմալ չի, բայց երազելու սահմանում ամեն ինչ նորմալ է եւ կարելի։ Հիմա մոտավորապես անցնում ենք 1000 պատանիների շեմը իրենց սոցիալական պատասխանատվության շրջանակներում եւ համայնքի զարգացման նպատակով ցանկություն կունենա ֆինանսավորելու մեկ կամ մի քանի ակումբների ինքի վազքի մեջ, ծրագրերի մեջ ապրելու ժամանակ ունենա։ Երևի ժամանակն է շնորհակալություն հայտնելու բոլոր թիմակիցներին եւ բոլոր ընկերներին։ Արդյոք այդ բիզնեսները, չգիտեմ, հիմնադրամները, ովքեր կապված են իրենց մարզի հետ, չեն հետաքրքրված չեն իրենց մարզի կրթությամբ։ Տաներ երևի լեռան գագաթ, որտեղից արևածագ տեսանելի կլիներ շատ պայծառ։ Ողջույն, ուզում եմ մի փոքր պատմել դեպի Բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որը կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են դեպի Բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել, կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում կրկին դեպի Բարձունք ոդքասթն է եւ այսօր ունենք եւս հետաքրքիր հյուր։ Մեր հյուրն է դեպի Բարձունք ծրագրի համակարգող ընկեր Աստղիկը։ Ողջույն ընկեր Աստղիկ, ինչպե՞ս եք։ Ողջույն, հրաշալի դու։ Ես էլ շնորհակալ եմ։ Այսօր միասին խոսելու ենք դեպի Բարձունքի մասին, հասկանանք ինչ է դեպի Բարձունքը։ Ու հենց դրանից էլ կարանք սկսենք, բայց երևի այդ հարցին, թե ինչ է դեպի Բարձունքը, հաճախ տենց շատ ենք պատասխանում ու տենց ինչ-որ գծած պատասխաններ ենք տալիս, ուզում եմ մի քիչ այդ սիրուն պատասխաններից, սիրուն նախադասություններից դուրս գանք ու խորքային հասկանանք ինչ է դեպի Բարձունքը, ինչ է տալիս պատանիներին։ Դեպի Բարձունքը նախ եւ առաջ երևի միջավայր ու այսպես հնարավորությունների փունջ է նախ եւ առաջ ակումբականների համար իրենց գտնելու եւ որպես անհատականություններ եւ որպես հայ պատանիներ հասկանալու համար եւ գտնելու համար իրենց առաքելությունը մեր հայրենիքում ու առհասարակ մոլորակում ու երևի ամենակարևորը սա հիմա այդպես լիքը հնարավորություններ ու միջավայրեր կան ու որտեղ էլի պատանիները կարող են իրենց գտնել։ Ինչով է տարբերվում դեպի Բարձունքը այդ մյուսներից։ Դեպի Բարձունքի այսպես ակնառու տարբերակիչ բաներից մեկը երկարաժամկետությունն է, որովհետև մենք ակումբականների հետ չենք լինում 3 ամիս, 3 տարի, այլ պատրաստվում ենք լինել շատ երկար, ինչքանով որ նաև իրենց կողմից է ցանկությունը լինում է, ամենևին չստվերելով կարճաժամկետ ծրագրերի ազդեցությունը առհասարակ պատանիների կյանքում, որոնք եւս շատ կարևոր են, բայց այստեղ երևի ամենակարևոր ու տարբերակիչ բաներից մեկը դա է, որ իրենց գիտակցական կյանքի սկզբնական հատվածում ամբողջությամբ այսպես ծրագիրը իրենց կողքին է լինում եւ իրենց կյանքում է լինում։ Այսինքն ծրագիրը պատանիների կյանքում արդեն հետո երիտասարդների չի ավարտվում, այսինքն չի լինում իրենք դպրոցը ավարտեն ու Ոչ, մենք դպրոցը ավարտող ակումբականների հետ եւս շարունակում ենք կրթական ծրագիրը իրենց իհարկե ցանկության դեպքում, որովհետեւ ինչպես արդեն գիտենք, Բարձունքը ունի 20 տարվա ռազմավարություն, որից արդեն 18-ն է մնացել եւ քանի որ այս ծրագիրը եւ այս պատանիները այն մարդիկ են, այն ապագա երիտասարդներն են, տարբեր ոլորտի մասնագետներն են ու մենք ուզում ենք տեսնել մեր երազանքների հայոց երկրում այս երկար ռազմավարության իրականացման ճանապարհին ամբողջ եւ իհարկե նաեւ դրանից ավել գուցե ծրագիրը պատրաստվում է իրենց կյանքում լինել։ Մի հարց էլ էս մասով, ոնց է դա ապահովում, այսինքն եթե դուք բացում եք դպրոցում ակումբ, հետո ինքը ավարտում է դպրոցը ու դպրոցի հետ այդպես ասած, առանձնապես կապ չի ունենում,
Ոնց է ինքը ձեր հետ կապը պահում։ Քանի որ այս պահին աշխատում ենք հավելվածի ստեղծման ուղղությամբ, այս հավելվածը հնարավորություն է տալու նաև ակումբային եւ թիմային ձևաչափից զատ անցնել նաև անհատական այս ճանապարհը, հա, կրթական գործընթացը, ուստի ավարտող ակումբականները հավելվածից օգտվելու դեպքում, հա, կարողանալու են իրենց ճանապարհը շարունակել մարաթուկ կամ, չգիտեմ, խուստուփ մակարդակից նաև այն կողմ միջև Արարատ։ Մենք անցած տարի 16 դպրոցում էինք, բայց 26 թվականից մտել ենք եւս 23-ը, բայց նախատեսվում էր 12-ը, ինչպես է էլի տենց լինում, որ 12 էր նախատեսված, բայց 23 ենք մտել ու ոնց որ նախ ռեսուրսները թույլ են տալիս ու հետո տենց այսպիսի թռիչքներ անելը արդյոք նորմալ է։ Տրամաբանության սահմաններում գուցե ինչ որտեղ նորմալ չի, բայց երազելու սահմանում ամեն ինչ նորմալ է եւ կարելի։ Այս թռիչքը պայմանավորված է եղել նրանով, որ այս տարի շատ մեծ մրցակցություն ենք ունեցել դպրոցների եւ մեր որոշածա թվականակի շեմից ներքև ավելի ունեինք այնպիսի դպրոցներ, որոնք չէինք ուզում բաց թողնել այս տարի, այդ պատճառով որոշել ենք այսպիսի ռիսկային քայլի գնալ, որը ինչ որտեղ իհարկե սկզբում նաև վախեցնող էր, բայց վստահ եմ, որ մեր թիմը կարողանալու է այս ավել դպրոցների, հա, չնախատեսված, այսպես ասած, դեպքում եւս արդյունավետ աշխատել իրենց հետ, այսպես։ Հասկացա, իսկ ռեսուրսների մասով էլի, այսինքն եթե նախատեսված էր սկզբանե 12 դպրոց, սահմանված էր 12-ի համար, որ գուցե այս տարի մենք կարող ենք միայն 12-ին պահել, արդյոք 23 կկարողանանք։ Իրականում վստահ եմ, որ կարողանալու ենք, որովհետև թիմով ենք եկել այս որոշմանը ու երբ խոսում ենք ռեսուրսների մասին, գուցե հաճախ եւ առաջին, հա, եկող միտքը ֆինանսներն են, որը իհարկե շատ կարեւոր է ու բոլոր մեր համագործակից, հա, ֆինանսավորող կառույցները այս ճանապարհին եւս մեր կողքին են, բայց այստեղ երկրորդ կողմը, հա, հարցի նաեւ կամավորությունն է ու երբ որ որոշում ունենք անելու այս ամենը, ապա շատանում է նաեւ կամավորների, հա, նվիրումը ժամանակն է ավելանում, օրը դառնում է 25 ժամ եւ շաբաթը դառնում է 8 օր, որպեսզի կարողանանք սպասարկել եւ աշխատել այս դպրոցների հետ։ Ընկեր Աստղիկ, հիմա մոտավորապես անցնում ենք 1000 պատանիների շեմը, ինչ զգացողություններ կան։ Շատ պատասխանատվության մեծ, որովհետև ամեն օր այսպես արթնանալիս եւ ամեն օր քնելիս եւ շատ հաճելի եւ ուրախալի է պատկերացնել, որ մոտ 1000 երեխաների համար ընկեր Աստղիկ ես եւ դա շատ օգնում է նաեւ դժվար պահերին, հա, հիշել եւս մեկ անգամ, որ դու ընկեր Աստղիկ ես եւ իրավունք չունես թուլանալու, իրավունք չունես ամեն օր չզարգանալու, ավելի լավը չլինելու, որովհետև հաճախ ենք խոսում, որ լավագույն, հա, ուսուցումը օրինակելի լինելն է եւ օրինակ ծառայելն է, ու այս ամենը այսպես մի մեծ հրող ուժ է լինում կյանքում նաեւ մեր բոլորիս, ովքեր որ ընկերով սկսվող, հա, կարևոր գործառույթ եւ պաշտոն ունեն։ Ուսուցիչ լինելը առհասարակ դժվար է ու 1000 երեխան էլ հեշտ բան չի, արդյոք որ հիշում ես, ինչ որ բայերի վստահ եմ սպառվում ես, դժվար է լինում ու այդ ժամանակ որ հիշում ես այնտեղ 1000 երեխա կա, ինչ զգացողություններ կա, արդյոք չես ուզում թողնես ու գնաս, ոնց այդ հոգնած ժամանակ այդ ամեն ինչը քեզ ուժ է տալիս։ Հա, միանշանակ տալիս է, սպառված պահեր իհարկե լինում են, կարծում եմ յուրաքանչյուրով կասի, որ նման պահեր չեն լինում, ամենևին իրականության չի համապատասխանի։ Այստեղ երևի օգնության է գալիս միտքը, որը հա ինձ համար գուցե վերջերս շատ ավելի կարևոր է դարձել, դա այն է, որ յուրաքանչյուրս ըստիս առաքելությամբ են գալիս աշխարհ մեր որոշված, հա, հայրենիքում, մեր որոշված տեղում, որոշված ընտանիքում եւ այլն, ու երբ մտածում ես, որ սա այն է, ինչ որ դու ընտրել ես եւ գուցե քեզ համար ընտրվել է եւ դու առաջ ես գնացել, հա, այս ընտրությանը, այդտեղ ամեն շատ ավելի པարզ ու հեշտ է դառնում եւ այսպես ծովի ալիքները խաղաղվում են ու նորից վերադառնում ես այն ամենին, ինչ որ պետք է անես եւ բացի պետքից նաեւ ինչ որ սիրում ես անել։ Հասկացա, մի քիչ վերադառնանք ռեսուրսներին ու ամեն դեպքում ուզեմ խոսենք ֆինանսական ռեսուրսների մասին, որովհետև մենք ասում ենք կամավորություն, բայց
ինչ որ չափով կարելի է զուգահեռներ տանել այդ կամավորության ու նաև ֆինանսավորողների միջև, որովհետև ես կամավոր տալիս եմ իմ ժամանակը, ֆինանսավորողը կամավոր տալիս է գումար, ու ճիշտ է, ժամանակն ու գումարը այդքան հավասար չես կարող դասել, բայց ամեն դեպքում գումարն էլ է շատ կարևոր է դեպքերում։ Ինչպես են գոյանում դեպի բարձունքի գումարները։ Ճիշտ է, իրականում հասարակական կազմակերպությունների դեպքում մանավանդ ովքեր նման գործունեությամբ են զբաղվում, կրթական, մշակութային, որտեղ ստեղծագործական միտքը շատ կարևոր է, բաներից մեկն է, շատ կարևոր է, որ ֆինանսական հատվածում հանգստություն եւ թեթևություն լինի եւ միտքը դանդաղ ծանրաբեռնված եւ զբաղված չլինի դրանով։ Թեպետ քիչ առաջ խոսում էինք, որ մեր նախատեսածից ավել դպրոցներ ենք վերցրել եւ բնականաբար դեռ ունենք ֆինանսական աջակցության կարիք, բայց այնուամենայնիվ շատ ուրախ եմ նշել, որ դեպի բարձունքը արդեն տարիներ շարունակ ունի հավատարիմ գործընկերներ, ֆինանսավորող հիմնադրամներ, որոնցից են Ամքոր Հայաստան հիմնադրամը, շվեյցարական Viva հիմնադրամը, Բերլինի Լուսակետ հասարակական կազմակերպությունը եւ այս տարի մեզ նոր միացել է նաեւ Սյուն հիմնադրամը։ Եվ այս խոշոր ֆինանսավորողներից հիմնադրամներից բացի նաև ունենք անհատական աջակցության համակարգ, որին անվանում ենք ձեռք։ Յուրաքանչյուր ձեռքը ամսական 10,000 դրամ է եւ կարող են միանալ 1 կամ 2 ձեռքով։ Եվ այս ֆինանսական գտորից բացի ձեռքերի համայնքը նաև մեզ համար իրականում շատ սիրելի եւ հարազատ մարդկանց համայնք է, ովքեր հաճախ մեր միջոցառումներին են լինում, գալիս են մեծ սեմինարների, երեխեքի հետ են շփվում եւ այլն ու ինչու ոչ հաճախ նաև օրինակելի են լինում իրենց ապրելակերպով մեր սաների համար։ Շատ լավ, ուզում էի հասկանալ, որտեղից են այդ նշեցիչ համագործակցող ֆինանսավորող կազմակերպություններին, որտեղից են իրենք իմանում դեպի բարձունքի մասին, արդյոք մենք ենք իրենց դիմում, թե իրենք, չգիտեմ, ինչ որտեղից լսում են, կապ են հաստատում։ Իրականում եւ մենք աշխատանք տանում ենք նաև ինքներս դիմելու ուղղությամբ եւ եթե կան այնպիսի հիմնադրամներ, կազմակերպություններ, ում դեռ չենք դիմել եւ չենք մտածել, որ գուցե կարելի է իրենց դիմել, բայց այս ամենը իրենց կհետաքրքրի, շատ մեծ սիրով կընդունենք նաև առաջարկներ այս մասով։ Հասկացա, այ ասեցիր, որ այս պահին դեռ ֆինանսների անհրաժեշտություն կա, ուզում եմ հասկանամ հիմա ինչ արվում այդ ֆոնդահայթայթման համար։ Իրականում այս պահին ֆոնդահայթայթման մի հետաքրքիր փուլում ենք, երբ նոր ձևաչափ ենք մեզ համար փորձարկում։ Այն է մարզային համայնքային մեծ կազմակերպությունների հետ կապ ստեղծելը եւ զրույցների ընթացքում ներկայացնել իրենց մարզի ակումբների քանակը, տեղադրությունը, ընդհանուր առաջադիմությունը եւ այլն, որովհետեւ վստահ ենք, որ յուրաքանչյուրի հետաքրքիր է իր մարզում, իր շրջապատում կատարվող որևէ լավ գործընթաց, որևէ դրական գործընթաց, մանավանդ որը կապված է պատանիների կրթության հետ, եւ կարծում ենք, որ որոշ կազմակերպություններ ամեն դեպքում ընդառաջ կգան այս մեր քայլին, եւ իրենց սոցիալական պատասխանատվության շրջանակներում եւ համայնքի զարգացման նպատակով ցանկություն կունենան ֆինանսավորելու մեկ կամ մի քանի ակումբների, տարեկան գործունեությունը, որոնց որ ցանկություն կունենան, որոնց որ ավելի հարազատ կլինեն, գուցե տվյալ գյուղից կլինեն եւ այլն եւ այլն։ Ասեցիր հուսով են կուզենան, բայց ասենց մի քիչ որ պատկերացնում եմ, ես ինքս որ լինեի ինչ որ գյուղից ու ունենայի այդպես գումար, որ կարողանայի տայի օրինակ իմ գյուղի կամ չգիտեմ կողքի գյուղի կրթության զարգացմանը, զարմանալի կլիներ մի քիչ որ ես դա չանեի ու արդյոք չեն տալիս, արդյոք այդ բիզնեսները, չգիտեմ, հիմնադրամները, ովքեր կապված են իրենց մարզի հետ, հետաքրքրված չեն իրենց մարզի կրթությամբ։ Վստահ եմ, որ հետաքրքրված են, իրականում այս process-ը նոր է մեզ մոտ մեկնարկում եւ դեռ դժվար է գնահատական տալ ընդհանուր արդյունքների, վերջնարդյունքի մասով։ Շատ մեծ վստահություն ունեմ, որ կլինեն նմանատիպ կազմակերպություններ, բիզնեսներ եւ այլն, որովհետեւ այդտեղ շղթան այսպես շատ պարզ է, հիմա դու աջակցում ես, ֆինանսավորում ես այն մարդկանց կրթությունը, ովքեր ապագայում պետք է լինեն, չգիտեմ, քո աշխատողները, պետք է լինեն տեսակի լուրջ մասնագետ, ովքեր ներգրաված պիտի լինեն գուցե տվյալ բիզնեսի առաջխաղացման գործընթացում եւ այլն, այսինքն շատ տեսանելի է, նպատակը եւ վերջնարդյունքը ինչի համար է դա պետք անել ու եւս մեկ անգամ հուսով եմ եւ վստահ եմ, որ դեռ մենք կգտնենք այս կազմակերպություններին։ Իսկ այս շրջանում, այս աշխատանքներում ինչ դժվարությունների եք բախվում։ Ֆոնդահայթայթման առումով հիմնական դժվարությունը կարծում եմ
ինֆորմացիոն հոսքի, հա, պատճառով առաջացած այսպես անվստահության կամ անտարբերության մթնոլորտն է, որ հաճախ լինում է կազմակերպությունների հետ զրուցելիս, բայց հանդիպումների ընթացքում, երբ ներկայացվում է ծրագրի, հա, հստակ ընթացքը, պլանավորումը եւ հստակ վերջնարդյունքները, այս ամենը այսպես մի կողմ է դրվում եւ շատ ավելի հա վստահելի ու տեսանելի, հա, համագործակցություն է դառնում։ Հասկացա, հուսամ այս աշխատանքները հաջողությամբ կավարտվեն, ես հավատում եմ, հուսամ բոլորը։ Մի քիչ քո մասին խոսենք, դու մի շարք նախաձեռնություններում ես, տենց մշակութայինից բռնած, քրթականից ավարտած, ո՞նց ես հասցնում։ Շատ դժվար հարց է իրականում, որի մասին ես էլ եմ հաճախ մտածում, որովհետև կան այլ բազում ծրագրեր, որոնցում ուզում եմ ներգրավել եւ երևի ինչ որ մի օր անպայման դեռ ներգրավելու եմ այդ ծրագրերում։ Այս պահին հասցնելու երևի հիմնական գրավականը շատ այսպես խիստ եւ հստակ պլանավորումն է, հա, օրվա, շաբաթվա, որը թույլ է տալիս յուրաքանչյուր բանի համար ինչ սիրելի է եւ ինչ կարեւոր է, փորձել տեղի գտնել վստահաբար կան այս ընթացքում բաներ, որոնք տուժում են, հա, կլինեն դա, չգիտեմ, ընտանեկան հանդիպումները կամ ժամանցը եւ այլն, բայց այստեղ էլի վերադառնում ենք հա առաջնահերթություններին, երազանքներին ու նպատակներին, որոնց հասնելու համար քիչ առաջ էլի խոսել ենք, որ օրը երկարում է եւ շաբաթը երկարում է, երբ որ ցանկություն է լինում։ Ուզում եի հարցնել այս ամեն ինչի մեջ, կյանքի վազքի մեջ, ծրագրերի մեջ ապրելու ժամանակ մնում է։ Չեմ ուզենա առանձնացնենք սա ապրելուց, որովհետև այս այն ճանապարհն է, որով ես ապրում եմ ու առանց որի ապրել չեմ կարող։ Հա, երբ որ կողքից նայենք ու մտածենք, որ սա աշխատանք է կամ հա, այլ ցանկացած զբաղվածություն է, որը խանգարում է կամ առանձին է ապրելուց, հա, տարօրինակը թվա շատ, բայց այս ամբողջ իմ կյանքն է, հա, ու ես շատ հաշտ եմ դրա հետ եւ շատ ուրախ եմ այս կյանքի համար։ Ասացինք, որ դու շատ նախաձեռնություններում ես, ուզում էի հարցնել, արդյոք այդ նախաձեռնություններում քո թիմակիցները, ընկերները նորմալ են նայում դրան, որ դու տենց բոլոր տեղերում ես ու տենց չեն խանդում։ Չեմ կարծում, որ խանդում են, բայց վստահաբար երբեմն մեկը մեկին խանգարում են, երբ որ նույն օրվա ընթացքում տարբեր մարզերում եւ շատ տարբեր թեմաներով պլանավորված միջոցառումներ են լինում, որտեղ երկուսին էլ միաժամանակ հա պետք է ներկա լինել եւ ինչ որ նմանակի ես փնտրում, ով կարող է քո փոխարեն լինել նաեւ այլ միջոցառմանը, որովհետեւ բոլորն էլ շատ կարեւոր ու շատ սիրելի են ու դժվար է լինում երբեմն ընտրել, բայց այստեղ երևի ժամանակն է շնորհակալություն հայտնելու բոլոր թիմակիցներին եւ բոլոր ընկերներին, այսպես չափազանց վստահության եւ ապրոմակցման, հա, զգացման համար, որի շնորհիվ հնարավոր լինում է բոլոր տեղերում հասցնել եւ չմտածել, որ որևէ մեկին հեղացնում ես կամ որևէ բան պակասանում տվյալ տեղում։ Հասկացա, նմանակի փաստորեն դեռ չես գտել։ Գերաստղիկ, դու համակարգում ես մեր մեծ թիմի աշխատանքները, գոհ ես մեր թիմից։ Շատ։ Մոտակա մի ամսում կա ինչ որ բան, որ շատ ես ուզում տեղի ունենա ծրագրում։ Իրականում ամենաշատը երևի թե կուզենամ, որ ավարտին հասցնենք այս տարի առաջին անգամ անցկացվող մեր ճամբարի ֆոնդահայթայթման գործընթացը, որը կօգնի ավելի հանգիստ սրտով անցնել ավելի բովանդակային եւ ստեղծագործական աշխատանքի եւ պլանավորման։ Այս գործերը թեպետ զուգահեռ ընթանում են, բայց ֆոնդահայթայթման գործընթացի ավարտը շատ այսպես կօգնի կենտրոնանալ շատ ավելի կարեւոր հատվածների վրա ճամբարի։ Շատ լավ, ուրեմն մեզ մաղթենք այդ ցանկության իրականացում ու մոտենալով վերջին ուզում եմ կոչերի շարք անենք, առաջինը կուզեմ կոչանես մեր դիտողներին։ Ամենակարևորը մեր օրերում երևի անկախ նրանից հետաքրքրվում են նման կազմակերպությունների կամ տարբեր այլ ոլորտներում գործող կազմակերպությունների գործունեությամբ թե ոչ, ուշադիր լինելն է ամեն ինչի նկատմամբ, ինչ որ մեզ շրջապատում է նյութական աշխարհից մինչև ոչ նյութական աշխարհ, որովհետև ուշադիր լինելու եւ որոշակի բաներ նկատելու դեպքում նաեւ կարողանում ենք օգնել մեր ուժերի ներածին չափով ավելի լավը դարձնել եւ մեր հայրենիքը եւ այն մարդկանց կյանքը, ովքեր ապրում են այդ հայրենիքում, ովքեր ունեն եւ ուրախության եւ տխրության պահեր եւ ունեն բոլորիս կարիքը եւ բոլորիս ուշադրության կարիքը։ Շնորհակալություն։ Երկրորդը ուզում եմ կոչը հղես ակումբականներին։
ակումբականներին երևի հիշեցնեմ, որ այն հնարավորությունը, որ իրենց ձեռքերում այս պահին կա, իրենք են որոշում ինչպես վարվել այդ հնարավորության հետ, մաղթեմ, որ փորձեն լիովին պատկերացնել եւ ապրել, հա, այդ հնարավորության նպատակը եւ արժեքները եւ փորձեն դա ծառայեցնել ամենափոքր խնդիրներից իրենց համայնքի միջև ավելի մեծ նպատակների համար եւ որ ավելի արագ կատարեն առաջադրանքները, որպեսզի շուտով հանդիպենք ճամբարում։ Շատ լավ, ու վերջինը խնդրեմ կոչ անես թիմին։ Մեր թիմին կոչ անեմ լուսավոր ու պայծառ մնալ, միշտ հիշել, թե ինչ նպատակի ենք ծառայում մենք բոլորս եւ ում հետ ենք աշխատում եւ ինչքան կարեւոր տարիքում ենք աշխատում ակումբականների հետ եւ ինչքան բան կարող ենք փոխել եւ դեպի լավը եւ դեպի վատը եւ շարունակել զարգանալ ինչպես որ անում ենք յուրաքանչյուրս եւ մեր մասնագիտական ոլորտում եւ թիմային որոշակի հանդիպումների ընթացքում եւ նաեւ շնորհակալություն հայտնեմ, որ միասին ենք անցնում այս ճանապարհը։ Շնորհակալություն շատ, ավարտելով տամ վերջին ավանդական հարցը, եթե դեպի բարձունքը լիներ ճանապարհ, ուր կտաներ։ Կտաներ երևի լեռան գագաթ, որտեղից արևածագ տեսանելի կլիներ, շատ պայծառ։ Շնորհակալություն շատ ընկեր Աստղիկ։ Հուսով եմ միասին շատ երկար ճանապարհ ունենք անցնելու դեռ։ Շնորհակալություն, որ այստեղ էիր։ Ես նույնպես։ Հուսամ էլի կհանդիպենք։ Ձեզ էլ շնորհակալություն, որ մեզ դիտում էիք, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Հաջողություն։